Պետյանի մասին է խոսքը։ Բայց մենք հիմա էներգետիկ ոլորտի հարցն ենք քննարկում, պարոն Մինասյան, դրա համար եկեք չշեղենք թե մեզ։ Պարոն Ղարամանյանը, պարոն Համբարձումյանը, խնդրում եմ գոնե դուք ռեգլամենտը պահեք 3 րոպեվա մեջ տեղափոխեք։ Նախ պարոն Մինասյան, ես անկեղծ եմ ասում, շահույթ հետապնդող հիմնարկը հեծը։ Այնպիսի տպավորություն է, որ ինքը անդադ մինուսով է աշխատել։ Ձեր ասած բարերարները իրանց գրպանից գումարները հանե-բերե ներդրել են, որ հանկարծ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չնեղվեն։ Շահույթ հետապնդող հիմնարկը։ Բարեգործական ընկերություն չի ամեն դեպքում։ Հիմա, քանի որ խոսում է այս իհարկե առաջին հայացքից եւ իրականում իր իրավաբանական տերմինոլոգիաներով ապաքաղաքական օրենքը բոլորը ցակում է քաղաքական, հիմա ես ուզում եմ դրան անդրադառնամ։ Որ դեպքում է ստացվում քաղաքական, այսինքն դուք ուղղակի եւ անուղղակի ընդունում եք, որ մյուս կողմն էլ է քաղաքական։ Եվ դա քաղաքական է։ Մի վարքյան։ Հիմա այո, գնացեք։ Հիմա մեր ընդդիմադիր գործի Այո, հիմա լսեք։ Դե ինձ խանգարում են, նայեք, հիմա ինձ խանգարում են։ Հիմա նայեք։ Պարոն Մինասյան, բայց ձեր առաջարկի քվեարկությանը չեք մնալու, պետք է քվեարկենք։ Դե որ գիտեք դեմ եք, որ գիտեք դեմ։ Բավոր չէ, պարոն Մինասյան։ Չէ, բայց ինչի մենք էլ ենք լսում, չէ՞, բայց որ գիտեք դեմ եք քվեարկելու, էլ ինչ եք առաջարկ ներկայացնում, այնս Գալուչկի հիմա, պծիչկի։ Մենք եք արձագանքեինք ձեր ելույթի վարդը, տենց որ չի բան, ասեմ, Բայց այդ որ հարցադրումներով ունում եք ինձ, ես չեմ կարող Դուք էլ մեզ եք դիմում, որից 90%-ը սխալ։ Հանրապետության ասեմ 10%-ը ճիշտ է։ Այս մարդը էս ասես, չէ՞։ Հա, բայց դուք ես էլ կարայի, չէ՞, արձագանքեի։ Դա հարգելի գործընկերներ, դե հիմա մարդկանց իրավունքն է, կուզենք Լավ, դե հիմա ինչպես միշտ ասում գնում են։ Հիմա փաստացի ստացվում է ինչ, որ երկու կողմը քաղաքական է, հարգելի գործընկերներ, ընդդիմությունը ընդունում է, որ քաղաքական է, եւ փաստացի ստացվում է, որ ես դրա համար պարոն Դանիելյանին շատ եմ սիրում։ Փաստացի ստացվում է, որ այո, սա քաղաքական հետապնդում է ըստ իրենց, բայց որ դեպքում է քաղաքական, երբ որ այդ մարդը զբաղվում է քաղաքականությամբ, բայց հիմա հասկանանք, այդ մարդը զբաղվում է արդյոք քաղաքականությամբ թե չէ, դա հասկանալու համար, օրինակ, իր հայտարարությունները հայտնի, որի համար քրեական հետապնդում եւ այլն, դրան չանդրադառնամ։ Ինքը ասում է, ես կանգնում եմ եկեղեցու կողքին, իրականում ասելով որոշ հոգեվորականների, այդ հոգեվորականներից մի մասը օրինակ զբաղվում է քաղաքականությամբ, հոգեվորականները ում կողքին ինքը կանգնում է, զբաղվում է քաղաքականությամբ։ Նրանցից մեկը, եթե չեմ սխալվում, այսինքն չէ, հաստատ չեմ սխալվում, ինքը ինքնահռչակվել է նաև վարչապետի թեկնածու։ Հետագայի մահաբեկություն եւ այլն, սաղս գիտեք, չէ՞, պարոն Դանիելյան։ Հիմա հարցը առաջանում, ես Տաշիր գրուպը չի։ Չէ։ Հիմա ես հարց եմ տալիս, պարոն Աղազյան, ձեզ էլ է վերաբերում այս հարցը։ Ես Տաշիր գրուպը չի, Սամվել Կարապետյանը չի, Ղարամանյան գրուպն է, ես էլ սեփականատերն եմ։ Լսեք, հիմա հարցը առաջանում, 6800 աշխատակից ունեցող մարդը, ով չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայտ է ներկայացնում քաղաքական, ունենալով այդ տիպի ռեսուրս, հələ քաղաքական 6800 աշխատակիցը մի կողմ դնենք, որը ցանկացած պարագայում կարող ուղղորդեն, այս կամ այն քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Լսեք, մարդը այնպիսի հեծը այնպիսի կապիտալ է, որ կարա ազդի բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մտածելակերպի, քաղաքական նույնիսկ կարծիք ձևավորի, օրինակ շատ հանգիստ կարա 2 օրը մեկ ամեն օր մի քաղաքի հոսանքը անջատի։ Ես որպես ձեզ հարց եմ տալիս, որպես Հայաստանի քաղաքացի, падգամավոր չէ, հիմա լինի, 10 տարի լինի, 2600 թվականին լինի, մենք որպես պետություն կանանք թույլ տանք այնպիսի իրավիճակ, երբ որ նման քաղաքական նման մեծ լծակը հանրային, որը բոլոր ոլորտներին է վերաբերում, տնտեսության ամբողջ, այս պայդությամբ հոսանքազրկվում է Երևանը, տնտեսությունը կանգնում։ Մենք կարանք մեզ թույլ տանք, որ դա լինի մի մարդու ձեռը, ով որ դա օգտագործում է փաստացի քաղաքական նպատակներով։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Համբարձումյան, պարոն Աղազյան, եկեք ռեգլամենտը պահում ենք։ Պարոն Համբարձումյան, ելույթ ունեիք։ Պարոն Համբարձումյան, ելույթ ունեիք։ Խնդրեմ, ժամանակի մեջ մենակ խնդրում եմ 3 րոպեն պահենք։ Շնորհակալություն։ Ես նախ ուզում եմ մեր ընդդիմության